Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղդասարյանը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ ինչպես ես ասում եմ ամեն օր, քանի դեռ գլուխը չի վերջացել, ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցեց Գերագույն Աստծո աստավորությանը։ Այս պահին Տեր Բրահման ինքը խոսում է կրոնականության մասին, ինքը խոսեց իր տպավորությունների մասին, թե ինքը ինչպիսին է հասկանում Գերագույն Աստծո աստավորությանը, խոսեց նյութական աշխարհի կառուցվածքի մասին, խոսեց դրանում ապրող կենդանիների հոգեբանության մասին, այն նպատակների մասին, որոնք հետապնդում են այստեղ ապրող կենդանիները, բաժանեց նյութական աշխարհում ապրող կենդանիներին, նրանց ովքեր որ ընդունում են Գերագույն Աստծո աստավորությանը եւ նրանք ովքեր հերքում են Գերագույն Աստծո աստավորությանը եւ քննարկեց թե ինքը ինչպես է տեսնում այդ երկու տեսակի կենդանիների ճակատագիրը, նրանց գործողությունները եւ այլն։ Եվ Տեր Բրահման ինքը շարունակում է աղոթքները, մենք ուրեմն կկարդանք հետագա աղոթքը եւ քննարկենք դա։ Շիմոն Բաղդասարյան 3-րդ երկ 9-րդ գլուխ տեքստ 14։ Ես իմ հարգալից խոնարհումն եմ մատուցում բարձրագույն տրասցենդենտալ սկզբունքին, որի հավերժ կերպարանքը ստեղծված դրա ներքին էներգիայի կողմից առանձնացնում է նրան մնացած ամեն ինչից։ Նրա անձև անազնական ասպեկտը բացվում է ինքնաճանաչմանը հասած մարդկանց։ Ես իմ խոնարհումն եմ մատուցում նրան, ով վայելում էր իր խաղերը, ստեղծում, պահպանում եւ ոչնչացնում է նյութական տիեզերքը։ Եվ ուրեմն, ինչպես միշտ, փորձենք քննարկել այսպես տող-արտող տեքստի մասին եւ հետո կապվենք տեքստը։ Տեր Բրահման ինքը նորից ասեց, ես ուրեմն իմ խորին հարգանքներն եմ մատուցում կամ խորին հարգանքներով խոնարհվում եմ Աստծուն, չէ՞։ Եվ խորը հարգանքով դա պետք է հասկանանք, որ այս բarangայում ընդհանրապես երբ որ հիմա Տեր Բրահմայի առաջ կանգնած է ինքը Գերագույն Աստծո աստավորությունը եւ այդ իմաստով այս պահին ոնց որ ձևականությունների ժամանակը չի, հա, եւ նրա այդ խոսքերը իրենք ձևական չեն։ Տեսեք, օրինակ, երբ որ մենք մոտենում ենք Գերագույն Աստծո աստավորության կամ նրա նվիրալների պատկերներին կամ աստվածություններին, տաճարներում կամ եկեղեցիներում կամ կամ մսկիթներում ենք աղոթում կամ պատի առաջ կանգնած ենք աղոթում, դա կարևոր չի թե ինչպես է կանում, բայց երբ որ մենք նյութական աշխարհում ենք դիմում Գերագույն Աստծո աստավորությանը, որին կոնկրետ որպես աստավորություն չենք տեսնում, մենք կարող ենք մեզ թույլ տալ, եթե այսպես էլի կոնկրետ իր անունով բանանենք, ասենք, ապա մենք կարողանում ենք մեզ թույլ տալ երկերեսանիություն։ Ինչ է նշանակում հարգանք ընդհանրապես։ Տեսեք, Գերագույն Աստծո աստավորության հանդեպ հարգանքը կենդանիակը ինքը կարող է մատուցել հարգելով նրա խոսքը, չէ՞։ Գոյություն չունի հարգանք, եթե չի հարգվում մարդու կարծիքը, դիմացինի կարծիքը կամ նրա խոսքը։ Հիմա, տեսեք, մարդիկ իրենք գալիս են, խոնարհվում են, հա, կամ գլխով, կամ մարմնով, կամ մենք արդեն այդ թեման անցյալ անգամ քննարկեցինք, ինչ որ կերպ հարգանք են, ուրեմն մատուցում Գերագույն Աստծո աստավորությանը, եւ հետո սկսում են իրեն ներկայացնել իրենց խնդրանքները։ Եվ շատ հաճախ, իհարկե, այդ խոնարհումը ինքը երկերեսանիություն է։ Ինչու՞։ Որովհետև այն մարդիկ, որոնք իրենք խոնարհվում են այդ պահին եւ հետո ինչ-որ բաներ են խնդրում Աստծուց, իրանք չեն պահպանում Աստծո պատվիրանները։ Մենք դες այդ բազմիցս խոսել ենք նրա մասին, որ ցանկացած կրոնականության մեջ ուրեմն դա ինքը ներկա է, այդ թեման ինքը ներկա է բացարձակ բոլոր կրոնականությունների մեջ։ Օգտագործվում է
տարբեր նպատակներով, բայց ներկա է ամենտեղ։ Ամենտեղ Գերագույն Աստվածության անունից կրոնական մարդկանցից պահանջվում է բարոյականության օրենքների պահպանում։ Ընդ որում մենք տեսնում ենք, որ բարոյականության օրենքները իրենք տարբեր կրոնականությունների մեջ շատ տարբեր են իրականում։ Չէ՞։ Եվ տեսեք, այդ տարբերությունները իրենք արդեն իսկ խոսում են նրա մասին, որ այդ բարոյականության օրենքները իրենք իրականում Աստծո կողմից չի, որ առաջարկված են։ Որտեղ ինչպիսի անձնավորություն պիտի լինես, որ մի տեղում ասես բարոյականություն է բազմակրթությունը, մյուս տեղում ասես բարոյականություն է միակրթությունը, մյուս տեղում ասես կնոջը կարելի է ծեծել, մյուս տեղում ասես կինը ոչ ամենտեղ կնոջը նշել ասես, բայց տարբեր ձևերով, չէ՞։ Կամ ասենք, չգիտեմ, էլի, այդ բոլոր գաղափարները, չէ՞, եթե մենք այսպես անկեղծ ենք նայում, ես միշտ ասում եմ ազատ բանականությամբ ենք նայում, չէ՞, մենք պարզ տեսնում ենք, որ այդտեղ առկա է շովինիզմ։ Հիմնականում տղամարդու շովինիզմը կնոջ հանդեպ, բայց ամենտեղ տարբեր ձևով։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ այդ տարբեր ձևը ինքը արդեն ինչ-որ բաների խելացի մարդու համար հուշում է, ինչպես կարող է Գերագույն Աստվածությունը, որը սեր է։ Սեր դա նշանակում է, որ ինքը ամենտեղ պիտի գործի այնպես, որպեսզի միաբանի մարդկությունը։ Բայց մենք այս պահին տեսնում ենք, որ գործող բոլոր կրոնականությունները, բոլոր անխտիր, բոլոր կրոնականությունները իրենք շարժվում են այն ուղղությամբ, որ բաժանում են մարդկությանը։ Եվ երբ որ պետք է լինում ինչ-որ կոնֆլիկտ ստեղծել, չէ, բավականին հաճախ օգտագործվում է հենց կրոնական պատկանելիությունը։ Եվ այսպես կոչված հոգևոր մարդիկ իրար սկսում են սպանել, իրար սկսում են տաճամահանել, սարսափելի դաժանությամբ սկսում են իրար հետ վարվել, սա իրականում չլսած բան է, չէ։ Հասկանում եք, եւ կրոնի կամ Աստծո հետ ոչ մի կապ չունեցող իրականություն է։ Եվ ուրեմն, տեսեք, բայց միևնույն է, այս կամ այն կերպ պահանջվում է բարոյականություն, չէ։ Եվ հիմա տեսեք, ասենք, հիմա մարդը ինչքան էլ ուզում է սխալ լինի, ճիշտ լինի, այստեղ կապ չունի։ Մարդը ինքը մտնում է իր կրոնին, ուրեմն համապատասխան սուրբ վայր, լինի դա եկեղեցի, տաճար, մեջիդ, չէ, պատք, ոչ մի կապ չունի, չէ։ Ուրեմն ինքը մտնում է այդտեղ, ոչ մի Աստծո պատվիրանը չի կատարում, հա, բայց ձևացնում է, որ հարգում է Աստծուն։ Սա կեղծարարություն է, չէ, կեղծավորություն է, որովհետև հարգանքը Աստծո հանդեպ ամենայնդեպս պետք է որ ցուցաբերվի նրա պատվիրանները կատարելով։ Եվ միայն այդ ժամանակ է, որ կենդանյակը ինքը կարող է ասել, որ այսպես կոչված պաշտճակատով կանգնած է Աստծո առաջ, հա, որովհետև կատարում է Աստծո պատվիրանները։ Հիմա, սիրելիներ, չէ՞։ Ուրեմն, իսկ հիմա, երբ որ Տեր Բրահման ինքը ասում է, որ ես խորը պատկառանքով խոնարհվում եմ Գերագույն Աստվածությանը, չէ, այդ գլուբոկը почтение, այսինքն խորը հարգանքը, ինքը ուղղակի ձևական հարգանքի խոսքեր չեն, չէ։ Տեսեք օրինակ, Տեր Բրահման ինքը Գերագույն Աստվածության կողմից ընդհանրապես մի բառ լսեց։ Գերագույն Աստվածությունը ասեց տապո, այսինքն ճգնություն։ Եվ դա Բրահմայի մեծ հարգանքն էր, որ ինքը անմիջապես թողեց իր փնտրտուքները, բարձրացավ այդ լոտոսի ցողունի մեջով լոտոսի վրա, նստեց եւ սկսեց ճգնություններ կատարել։ Եվ հենց այդ հարգանքի հիմքի վրա էր իրական հարգանքի, որ հիմա Գերագույն Աստվածությունը ինքը գոհ կանգնած էր Տեր Բրահմայի առաջ, չէ։ Այսինքն հիմա երբ որ Տեր Բրահման ինքը ասում է ես իմ հարգալից խոնարհումներն եմ մատուցում, չէ, սա իրական իր ներքին բան է, էլի որ
ինքը ընդունում է գերագույն աստվածությունը որպես բարձրագույն իրականություն, չէ՞, եւ որ ինքը ասում է ես բանեմ խոնարհվում եմ, չէ՞, խորը հարգանքով ես խոնարհվում եմ։ Սա ոչ թե միայն ուղղակի ձևականորեն մարմինը ինչ-որ մեկի առաջ փռելու գործողություն է, չէ՞, բայց սա նաև որ Տեր Բրահման ինքը ընդունում է, որ իր ճիշտ դիրքը գերագույն աստվածության հանդեպ դա նրա առաջ ծնկի գալն է։ Հասկանում եք։ Այսինքն Տեր Բրահման ինքը սկզբից ներկայացրեց անգիտելիքը, որի հիմքի վրա ինքը խոնարհվում է գերագույն աստվածությանը, չէ՞, եւ ցուցաբերեց խոնարհություն։ Տեսեք, Բhagavad Gita-ում 13-րդ գլխում կա մի տեքստ, որը ես շատ սիրում եմ։ Դա 8-ից 12-րդ տեքստերն են։ Տեր Շիրիշտան այնտեղ թվարկում է 5 որակ. խոնարհություն, համեստություն, բռնությունից ազատ վիճակ, համբերություն, մաքրություն եւ պարզ կյանք, հա? Եվ տեսեք, այդ 5 որակների մեջ, չէ՞, մտնում է նաեւ խոնարհություն։ Եվ վերջում ինքը ասում է, շատ հետո դրանից բխող երևույթներն են թվարկվում, չէ՞, եւ վերջում ինքը ասում է, այս ամեն ինչը ես հայտարարում եմ որպես գիտելիք։ Ճիշտ ասած, ես առաջին անգամ, երբ որ այդ տեքստը կարդացի, կարելի ասել, որ ես շոկի մեջ էի, որովհետև ես պիտի համադրեի երկու բառ՝ որակ եւ գիտելիք։ Սա ինձ համար շատ անսովոր համադրություն էր, երբ որ, ասենք, արիացիներ իրենք փաստացի ասեցի, որ որակը, այդ 5 որակները, որը ես թվարկեցի, չէ, որ այդ 5 որակները իրենք նված են կենդանյակի գիտելիքի վրա։ Եվ այն ազնվությունը, որը ինքը ցուցաբերում է, գոռոզություն, չէ, կապրիզի բնավորություն, այսինքն չի ենթարկվող, բռնության հանդեպ հակում ունեցող, անհամբեր, չէ, ոչ մաքուր բնավորություն ունեցող եւ ոչ պարզ կյանք ապրող, չէ՞, տեսեք, ըստ այդ բանի, դա միշտ նշանակում է, որ այդ կենդանյակը ուղղակի տգետ է, որովհետեւ գիտելիքի մեջ ազնվորությունը ինքը խոնարհ է, համեստ է, բռնությունից ազատ, համբերատար եւ մաքուր։ Հա, հասկանում եք։ Իսկ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է։ Եվ ինքը հիմա, ինքը գիտելիքի տեր է, հա? Համենայնդեպս այս տիեզերքում նրանից ավելի գիտուն, նրանից ավելի խելացի ազնվություն չկա։ Հասկանում եք։ Եվ տեսեք, բացի մաքուր նվիրյալներից։ Եվ տեսեք, ասեք, չէ, հիմա ինքը այդ գիտելիքի հիմքի վրա խոնարհություն է ցուցաբերում գերագույն աստվածությունից, չէ, եւ ինքը ներկայացրեց արդեն իր տեքստերում, թե ինքը ինչպիսին է տեսնում գերագույն աստվածությանը, չէ։ Հիմա ինքը ասեց, ես խոնարհվում եմ բարձրագույն տրանսցենդենտալ սկզբունքի առաջ։ Հա, այսինքն ինչպիսին է տեսնում հիմա Տեր Բրահման գերագույն աստվածության։ Այդ տեսեք ինքը երկրորդական արարիչն է։ Հասկանում եք, չէ՞, ինչ հզոր աստվածություն է ինքը։ Ինքը առաջի կենդանյակն է, որը հայտնվում է նյութական աշխարհում, եւ վերջինն է, ով որ վերանում է, երբ որ նյութական աշխարհը քանդվում է, չէ՞։ Եվ հիմա ինքը այդ պոզիցիայից, այսինքն դա նշանակում է, չէ՞, որ բոլոր մնացած կենդանյակներին, որոնք ապրում են նյութական աշխարհում, ինքը գնահատում է։ Ինչու՞, որտեղ իրանցից բարձր է։ Ընդհանրապես նա գտնվում է ցածր, իր համար շատ դժվար է ճիշտ գնահատել իրենից բարձրին, բայց բարձր կանգնած աստվածությունը ինքը բոլոր ցածրերին կանգնած շատ պարզ գնահատում է։ Հասկանում եք։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը գնահատում է այդ աստվածությունը, որ իր առաջ կանգնած է, չէ, որպես իրանից ավելի բարձր, այդպես որպես մի ազնվորություն, որից ավելի բարձր ինքը ոչ մեկի չի տեսնում։ Հա,
Հնչեց նորից տրանսցենդենտալ խոսքը։ Մենք մի քանի անգամ ձեզ հետ քննարկել ենք, որ այս տրանսցենդենտալ խոսքը ինքը շատ յուրահատուկ նշանակություն ունի, օգտագործվում է միայն արիացիների կողմից։ Հիմա այդ խոսքը օգտագործում են էզոտերիկները, տարբեր ուղղությունների աստավորությունները եւ այնքան են էժանացրել այդ խոսքը, որ մարդ ուղղակի մեկ անհարմար է զգում, ճիշտ ասած, արիացիների առաջ, թե ինչքան կարելի է այդ գաղափարը էժանացնել, չէ՞։ Բայց տրանսցենդենտալ խոսքը ինքը խոսում է նրա մասին, որ կենդանիակը ինքը իր սրտում չի պարունակում ոչ թշնամանք, ոչ մրցակցություն եւ ոչ էլ բարիություն նյութական մարմինի նյութական աշխարհի հանդեպ, այսինքն նյութական մարմնի հանդեպ։ Տրանսցենդենտալ աստավորությունները իրենք պարզ տեսնում են հոգևոր աշխարհը, պարզ գիտակցում են, որ իրենք այդ աշխարհից են, գիտակցում են իրենց հոգևոր մարմինները, հա, եւ հետեւաբար այսպես պատկերավոր եթե ասենք, գնում են միայն եւ միայն հոգու շահերի հետևից։ Եվ երբեք ոչ մի պարագայում չեն սպասարկում նյութական մարմնի կամ նյութական կեղծ եսի, ուրեմն շահերը, չէ՞։ Եվ տեսեք, հիմա Տեր Բրահմանը ինքը ասում է, որ ինքը այդպիսին է տեսնում այն աստավորությանը, որ իր առաջ կանգնած է, չէ՞։ Եվ ինքը ասեց սկզբնաղբյուրը, начало, սկզբնաղբյուրը, չէ՞։ Այսինքն ինքը գնահատում է հիմա Գերագույն Աստվածությունը, որպես ամեն ինչի հիմքը, որպես ամեն ինչի աղբյուրը, հա, որը ինքը նախասկզբնական պատճառն է։ Այսինքն այստեղ օգտագործելով այդ բառերը Տեր Բրահման ինքը խոսում է Աստծու մասին որպես բացարձակ իրականության, հա, որից բխում է մնացած ամեն ինչը, բայց որը արարելով նյութական աշխարհը, էլի ոնց ասեմ, не исчерпывается, չի սպառվում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա հաջորդ ուրեմն գաղափարը, որը Տեր Բրահմանը առաջ քաշեց, ինքը ասեց ում հավերժ ձևը, չէ՞։ Հավերժ բառը ինքը ընդհանրապես շատ է օգտագործվում արիացիների կողմից, երբ որ իրանք խոսում են հոգևորի մասին, ինչ է նշանակում հավերժ։ Հավերժ նշանակում է մի երևույթ, որը երբեք չի առաջացել, հա, միշտ կա եւ երբեք չի վերանալու։ Այսինքն, որը ենթարկված չէ ժամանակի հոսքի։ Եթե հիշում եք, ես դες հետ արդեն քննարկել եմ այդ թեման, չէ, որ արիացիները իրենք վստահորեն ասում են, որ կենդանիակը ինքը կարող է հաղթահարել նյութական աշխարհը, այսինքն հաղթահարել ժամանակը, եթե ինքը զրոյացնում է իր միտքը։ Այսինքն, եթե կենդանիակը ինքը չի ողբում անցյալի մասին, ներկայում չի ձևավորում նյութական ցանկություններ եւ ապագայի համար չի պլանավորում այդպիսի ցանկությունների իրականացումը։ Դա նշանակում է, հայերեն չեմ կարող ասել, ռուսերեն ինքը շատ այսպես դիպուկ խոսք է, обнуление, հա, դա նշանակում է, որ զրոյացվում է ժամանակը։ Եվ հիմա Բրահման ինքը ասում է, որ իրականում Գերագույն Աստվածության վրա ժամանակը ընդհանրապես չի ազդում։ Հա? Եվ եթե խոսքը գնում է նրա մասին, որ ինքը նայում է եւ տեսնում է, որ այդ աստվածությունը, որ իր առաջ կանգնած է, նրա մարմինը հավերժ է, դա միանգամից նշանակում է, որ ինքը նյութական ֆորմա չունի, այլ իր առաջ հիմա կանգնած է հոգևոր անձնավորություն։
Հասկանում եք, այստեղ շատ կարևոր է, որ Տեր Բրահման ինքը ընդունում է գերագույն աստվածության ձևը, հա? Եվ ինքը հասկանում է, որ այդ ձևը դա, օրինակ ասեք, նյութական աշխարհում, չէ՞, մեր մարմինը, ցանկացած մարմին, ինքը ակնանչելի է, սահմանափակում է, չէ՞, իսկ հոգևոր մարմինը ինքը սահմանափակում չի։ Ինչու՞, որտեվ Տեր Բրահմանը շարունակեց, ինքը ասեց, այդ ֆորմը, այդ ձևը ինքը ստեղծված է քո ներքին էներգիայով։ Ինչ է նշանակում ներքին էներգիա։ Մենք խոսել ենք դրա մասին, որ արիացիները իրենք, երբ որ խոսում են հոգևոր աշխարհի մասին, իրենք խոսում են նրա մասին, որ հոգևոր աշխարհը ինքը ենթարկվում է գերագույն աստվածության ներքին էներգիայի։ Երբ որ իրենք խոսում են նյութական աշխարհի մասին, իրենք խոսում են նրա մասին, որ այդ աշխարհը ենթարկվում է արտաքին էներգիային։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Երբ որ խոսացվում է արտաքին էներգիայի մասին, դա այն ինչ որ մենք ապրում ենք, եւ որն է այս էներգիայի ամենագլխավոր բնորոշ գիծը։ Նյութական էներգիան ինքը ցույց է տալիս արտաքինը եւ թաքցնում է ներքինը։ Նյութական աշխարհը ղեկավարում է գերագույն աստվածությունը, բայց այդ արտաքին էներգիան ինքը այնպես է փակում այդ իրականությունը, որ մենք այդ գերագույն աստվածության ղեկավարող ձեռքը չենք տեսնում։ Երբ որ խոսացվում է ներքին էներգիայի մասին, չէ՞, ներքին էներգիան դա այն էներգիան է, որը միշտ բացահայտ է պահում ցանկացած երևույթի ներքին էությունը։ Հասկանում եք, երբ որ այստեղ, ուրեմն, Տեր Բրահման ինքը դիմեց գերագույն աստվածությանը այդ խոսքերով, որ դու ունես հավերժ ֆորմա, եւ այդ ֆորման ինքը բանից է, քո ներքին էներգիայից է բաղկացած, չէ՞։ Սա նշանակում է, որ Բրահման ինքը պարզ տեսնում է, որ այն աստվածությունը, որ իր առաջ կանգնած է, իր մարմինը նյութական չի։ Հասկանում եք։ Իր մարմինը նյութական չի, ստեղծված չի նյութական էլեմենտներից եւ ընդհանրապես կախված չի արտաքին պատճառներից։ Ինչու՞։ Տեսեք։ Իր առաջ կանգնած է հասուն աստվածություն, չէ՞։ Այսպես հիմա բարձր է։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է նյութական մարմնի մասին, չէ՞, հասուն մարմինը ինքը միշտ իր վրա արդեն կրում է տարիքային դրոշը։ Այդ որպես հասուն մարդ։ Հիմա ասեք, ինձ նայողը ոչ մեկ չի կարող ասել, որ ես 5 տարեկան երեխա եմ, կամ նույնիսկ 20 տարեկան աղջնակ եմ, կամ նույնիսկ 40 տարեկան կին եմ։ Ոչ մեկ չի կարող, չէ՞, այդպես ասել։ Ակնհայտ է, որ 65-ը անցած ազնվություն եմ, չէ՞ ես։ Ինչու՞, որովհետև մարմինը իր վրա կրում է։ Հասկանում եք, մարմինը իր վրա կրում է ժամանակի ազդեցությունը։ Իսկ գերագույն աստվածությունը հիմա կանգնած է, հա, որտեղ իր մասին միշտ ասում են, որ նրանք ովքեր իրան տեսել են, բոլորն ասում են, որ ինքը հավերժ երիտասարդ է։ Այսինքն ոչ կանգնած է մեծ աստվածություն։ Հիմա Բրահման ինքը հասկանում է, որ այս աստվածությունը ինքը հավերժ է, հա, չունի կոպիտ ասած, չունի ոչ ծնող, ոչ չգիտես ինչ, օրինակ ինքը հիմա հետագայում իր աղոթքներում ասում է, որ դու ես իմ հայրը, դու ես իմ մայրը, որտեղ ինքը գիտակցեց, որ ինքը ծնվել է լոտոսի ծաղիկի մեջ, իսկ լոտոսի ծաղիկը առաջացել է գերագույն աստվածության պորտից, չէ՞։ Մենք դա քննարկել ենք արդեն, թե ինչու է դա այդպես։ Հասկանում եք, չէ՞, բայց ինքը չի տեսնում, որ իր առաջ կանգնածը իր հետ է այս պահին, ընդհանրապես ինչ-որ մի հատ իրականություն ունի։
իմինը արմատներ ունի նյութական աշխարհում։ Որտեղ այս պահին Տեր Բրահման ինքը այնպիսի ազնվություն է, որ տեսնում է ամբողջ տիեզերքը, եւ տիեզերքը դեռ դատարկ է։ Հասկանում եք, այդ տիեզերքի մեջ ոչ մեկ չկա, որին ինքը ասի կարող է սա քո մայրն է, կամ կարող է սա քո հայրն է, իսկ կարող է սա քո եղբայրն է։ Ոչ մեկ չկա։ Կա ինքը հաստատ գիտի, որ կոպիտ ասած ինքը երեք չկար այսօր կա, եւ կա այս ազնվությունը, որը փոքրիկ երեխա չի, հա, որը ինքը երիտասարդ է եւ անծնունդ, հայտնի չի որտեղից է հայտնվել, որտեղ ինքը հիմա այս պահին միակն է, Բրահմանից բացի, որտեղ մենք չենք մոռանում, չէ՞ որ այս պահին Բրահման դեռ մենակ է, հիմա ինքը ինչ-որ մեկին տեսնում է, ինքը հասկանում է, որ ինքը այս անձնավորությունից է, այս անձնավորությունն է իր կյանքի աղբյուրը, չէ՞։ Ինքը գիտի, որ ինքը արարելու է հիմա եւ լիքը կենդանիակներ են հայտնվելու այս աշխարհում, չէ՞։ Հիմա տեսեք, այդ ինքը դա կարողանում է անի։ Սա նշանակում է, չէ՞ որ ինքը հասկանում է, չէ՞ որ թե կենդանիակները իրանք որտեղից, չէ՞ որ ինքը չի, չէ՞, կոպիտ ասած պատրաստում այդ կենդանիակներին։ Այդ կենդանիակներն իրանց հերթին կան։ Որտեղ է Տեր Բրահման իրանց տեսնում։ Ասվում է Վիշնուի մարմնի մեջ, այսինքն Արարչի մարմնի մեջ, որպես մանր բուժիկ մասնիկներ։ Հասկանում եք, չէ՞, այսինքն այն ամեն ինչ որ ինքը այս պահին գիտի, իրան թույլ է տալիս, որ ինքը ասի, որ քո ձևը հավերժ է։ Հասկանում եք։ Եվ դու ամեն ինչի աղբյուրն ես, որտեղ հիմա ես պիտի արարեմ մնացածը, իսկ ինձ արարել ես դու։ Իսկ երբ որ ես չկայի, կար այս տիեզերքը։ Ու պաստորը ստացվում է, որ կար տիեզերքը ու դու։ Հասկանում եք։ Այսինքն ինքը հիմա հենց այս սենտիմենտալ բաներ չի խոսում։ Հա։ Եվ ուրեմն այ որ ինքը գիտակցում է, որ գերագույն աստվածաշնչության բանին ինքը բացարձակ բան է, հոգևոր է եւ արտաքին ոչ մի պատճառից կախված չի։ Այսինքն չունի ոչ մայր, ոչ հայր, ոչ ես, ոչ ինձ։ Հիմա ինքը ինչ ասեց, ինքը մի շատ գեղեցիկ գաղափար չէ առաջ կասես։ Ինքը ասեց դու ներքին էներգիայի վրա ես, դու ներքին էներգիայից ես կոպիտ ասած սարքած քո մարմինը, էլի, հա? Եվ տարբերվում ես մնացած ամեն ինչից։ Հասկանում եք, այսինքն ինքը տարբերվում է բոլոր կենդանի էակներից, եւ նյութական աշխարհում ապրող, եւ հոգևոր աշխարհում ապրող, հասկանում եք, ինքը բոլորից տարբերվում է, հա? Եւ ոչ մի ուրեմն կենդանի էակ կամ ոչ մի ինչ-որ գոյության մակարդակ ընդհանրապես չի կարող իր հետ հավասարվի։ Հա, եւ Բրահման ինքը հիմա տեսնում է գերագույն աստվածության այդ ունիկալ բնությունը։ Հասկանում եք, որը այսպես էլի ընդհանրապես ոչ մեկին եւ ոչ մի բանի նման չի։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, մեկ էլ ինքը այսպես շատ կտրուկ անցում կատարեց եւ ասեց քո անձև ասպեկտը առանց ֆորմայի, հա, եւ առանց աստվածության ասպեկտը։ Մենք խոսացել ենք դա Բրահմանն է, արիացիները ասում են Բրահման, ժամանակակից մարդիկ ասում են լույսը, հա։ Ուրեմն դա այդ ուրեմն լույսն է, որի մեջ այո, որը չունի ոչ ձև, ոչ ֆորմա, ոչ աստվածություն, որտեղ ուղղակի էներգիա է, չէ՞։ Բայց միևնույն է նյութական չի։ Հասկանում եք, ինքը պրոստը արևի լույսը չի։ Այդ լույսը ինքը բացարձակ այլ որակ ունի, հա? Այսինքն դա Բրահմանն է։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը ասում է, որ դու ունես անձև, հա,
և անանձնական ասպեկտ։ Այսինքն դու ունես պրոստը լույսի էներգիա։ Նվիրալները իրանք ասում են, որ այդ իմպերսոնալ բրահմանը ինքը ուղղակի գերագույն աստվածնավորության մարմնի փայլն է։ Եվ երբ որ կենդանիակների իրանք նոր են ազատագրվում նյութական աշխարհից, մենք դա բազմիցս քննարկել ենք արդեն, նրանք առաջի հերթին հայտնվում են այդ լույսի մեջ։ Հասկանում եք։ Եվ ինչ է ուզում այստեղ ասի Տեր Բրահման, ինչի գտեց, միանգամից կտրուկ հիշեց, այսինքն ինքը ասում է քո ձևը, ինքը ունիկալ է, հա, և դու տարբերվում ես մնացած ամեն ինչից ինչ-որ գոյություն ունի։ Մեկ էլ հանկարծ միանգամից խոսում է նրա մասին, հա, որ իրա բանը, այդ անձև և անանձնական ասպեկտը, ինքը բացվում է բանական կենդանիակներին, որոնք հասել են ինքնաիրականացման։ Շատ բարձր մակարդակի մասին է խոսքը, չէ՞։ Ուրեմն հիմա ինչ է քննարկում Տեր Բրահման։ Երբ որ ինքը ասում է ձև չունեցող, չէ՞, սա իրականում այստեղ խոսքը գնում է նյութական ձևի բացակայության մասին։ Երբ որ ինքը ասում է անանձնական ասպեկտը, չէ՞, դա այդ փայլի մասին է խոսքը։ Հա, հիմա շատ կարևոր է, որ Բրահման ինքը օգտագործեց ասպեկտ բառը։ Այսինքն, որ այդ անանձնական էներգիան, չէ, ինքը բանջերի չունի գերագույն Աստծո անձնավորության դա բառը դինայեմ, կարևոր բառ։ Ամբողջականություն։ Հասկանում եք։ Այսինքն ինքը տեսնում է այդ լույսը որպես բացարձակի ինչ-որ մի ասպեկտ, որը ինքը չունի այդ բանը, նոր ասեցի, ամբողջականությունը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այն որ ինքը դրա հիմա, ինքը ասեց բացվում են բանականներին։ Այսինքն, սա ոչ թե խոսացում է նրա մասին, գիտեք, մեկ մարդիկ կան, էլի, մեր ժամանակներում ցավոք սրտի, որ իրանք ասենք, բան էլի, չեն իմանում, դա ոչ էլ մեղադրելիք է, բան էլի, գիտելիքը չկա, բայց ասենք իրանք վեր են կենում, չէ, նայում ես, տեսնում ես, ներենիցի, շատ դեպքերում գիտության և կրքերի գոյավիճակների ազդեցությանը բնորոշ սովորություններ ունեն, այն որ պրոստը մսակերեն, այդ արդեն առաջ չեն գնում, չէ՞, որտեղ եթե ազդեցությունը ինքը մսակեր է, իրա վրա ազդում է գիտության գոյավիճակը, վերջ, և սա այսպես սև սպիտակ է, համենայնդեպս հսկայացիների։ Հասկանում եք, այսինքն գիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդը ինքը չի կարող, պրոստը չի կարող դուրս գալ իմպերսոնալ Բրահմանի մեջ։ Հասկանում եք, հիմա տեսեք ինքը ինչ ասեց, ինքը ասեց, այդ Բրահմանը ինքը բացվում է, հա, բանական կենդանիակների համար, որոնք իրենք հասել են ինքնաիրականացման աստիճանի։ Եվ եթե դուք ուշադրություն դարձնեք, չէ, այդ գիտության, կրքերը որն են, անարդար կապվածությունները, օրինակ, կապվածություն սեփական երեխաների հանդեպ, կապվածություն ամուսնու հանդեպ, կապվածություն ազգի հանդեպ, կապվածություն հայրենիքի հանդեպ, այդ բոլոր կապվածությունները նյութական աշխարհում դրանք անարդար կապվածություններ են։ Տրանսցենդենտալ տեսանկյունից։ Եվ աստվածությունը ինքը ցույց է տալիս այդ բոլոր կապվածությունները, ցույց է տալիս սենտիմենտալություն այդ կապվածությունների մեջ։ Հա, խոսում է նրա մասին, որ սիրում է, բայց ում է սիրում։ Զավակներին, իր ազգի ներկայացուցիչներին,
իր հայրենիքը, հասկացա բոլոր իրարիտետից նյութական գաղափարներ են կներեկել ինձ, այստեղ արդեն չեմ կարող էլի ես ճշմարտությունը զիջել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ երբ որ իրանք են խոսում, որ իրանք լույսի մեջ են, դա ընդհանրապես զգացմունքի մասին է խոսքը։ Իսկ այստեղ, հա, Տեր Բրահման ինքը խոսում է նրա մասին, որ այդ իրական իմպերսոնալ Բրահմանը ինքը բացվում է միայն եւ միայն նրանց հանդեպ, ովքեր բանական են եւ հասել են ինքնաիրականացման։ Ինչ է նշանակում հասել են ինքնաիրականացման։ Այդ նշանակում է, որ իրանք ազնվորություններ են, որոնք այլևս նյութական աշխարհում ոչ մի բանի հանդեպ կապվածություն չունեն, որոնք ունեն այնքան իմաստություն, որ գիտակցում են, որ նյութական աշխարհի հետ ոչ մի կապ չունեցող մաքուր հոգի են, եւ որ իրանց գոյությունը նյութական աշխարհում բան է, իրանց ամենամեծ սխալն է, որ իրանք ընդհանրապես գործել են։ Հասկանում եք, այսինքն բացարձակապես սենտիմենտալությունից ազատ ազնվորությունների համար է բացվում ռեալ հոգևոր լույսը։ Հասկանում եք։ Իսկ այն ինչի մասին որ խոսում են, այն ազնվորությունները, որոնք ես կրկնում եմ, ունեն տգիտության գոյավիճակին բնորոշ սովորություններ եւ ունեն կրքերի գոյավիճակին բնորոշ կապվածություններ եւ ատելություններ, իրանց ընկալումը զգայական է եւ դա իրական իմպերսոնալ Բրահմանի հետ ոչ մի կապ չունի։ Ես չեմ ասում իրանք ոչինչ չեն տեսնում, ես ասում եմ այն ինչ որ իրանք տեսնում են, դա չեն տեսնում, զգում են, դա զգայական է։ Եվ իրական հոգևորի հետ այդ ամեն ինչը ոչ մի կապ չունի։ Այստեղ սև ու սպիտակ, ուզում եք վրա ջղայնացեք, ուզում եք ինձ ատեք, ինչ ուզում եք արեք։ Ճշմարտությունը այսպիսին է։ Հասկանում եք, բացվում է խելացիների առաջ, որոնք հասել են ինքնաիրականացման։ Իսկ ինքնաիրականացումը նշանակում է, որ ինքը գիտակցում է, որ ինքը հոգի է։ Հասկանում եք, եւ այդ հոգու տեսանկյունից ես միշտ նույն օրինակն եմ բերում, հիմա էլ եմ այդ օրինակը բերելու, չէ՞, հոգու տեսանկյունից, երբ որ կենդանիակը ինքը գիտակցում է, որ ինքը հավերժ հոգի է, չէ, երբ որ ինքը նայում է նյութական աշխարհին, նյութական աշխարհը իր աչքին երևում է գրանուց։ Հասկանում եք, որտեղ ինքը պարզ տեսնում է, որ ինքը հոգի է, ինքը պարզ տեսնում է, որ բոլոր կենդանիակները իրենք հոգի են, բայց մեկը երևակայում է, որ ինքը մարդ է, մյուսը երևակայում է, որ ինքը կիսաստված է, այն մյուսը երևակայում է, որ ինքը կենդանի է, այդ ժանոցում ո՞նց է, չէ, ասենք այդ եթե մենք վերցնում ենք ստանդարտը նորմալ մարդուն, չէ, եթե ժանոցում երբևիցե եղել եք, ասենք այդտեղ ինչպես է այդ ամեն ինչը, չէ, մեկը մտածում է, որ ինքը չգիտեմ, չայնիկ է, մյուսը մտածում է, որ ինքը հայտնի դերասան է, այն մյուսը մտածում է, որ ինքը Նապոլեոնն է, այն մյուսը չգիտեմ ինչ, ամեն մեկը ապրում է իր երևակայության աշխարհում, չէ։ Այո, այդ դրա հանդեպ սթափ մարդը կարող է կապվածություն ունենալ։ Չի կարող, հասկանում եք, այն կարող է այդպիսի ազնվորությունը ինքը մոտենալ այն մարդուն, որ ինքը մտածում է, որ ինքը չայնիկ է, եւ ասի, վայ, գիտես, ես սիրում եմ այդ չայնիկ լինելը, հա? Ու թող այդ լույսը, չգիտեմ, բան, ողորմած լինի բոլոր չայնիկների հանդեպ։ Հասկանում եք, չէ՞, կոպիտ է հնչում, էլի այս, բայց ինքը շատ ցայտուն պարզ է դարձնում, թե ինչի մասին է այստեղ խոսքը։ Երբ որ Տեր Բրահման ինքը ասում է, իմպերսոնալ Բրահմանը
ինքը հասանելի է միայն այն կենդանիակների համար, որոնք իրենք բանականության հաշվին հասել են ինքնաիրականացման, այսինքն հասկացել են, որ հավեր շոկի է։ Հասկանում եք։ Հիմա եւ ինքը շարունակեց, ասեց. ես իմ խոնարհումներն եմ առաջարկում նրան, ով վայելում է իր խաղերը։ Այստեղ ես պիտի ասեմ, որ արիացիները իրենք միշտ, երբ որ խոսքը գնում է գերագույն աստվածավորության գործողությունների մասին, իրանք երբեք չեն օգտագործում կարմա բառը։ Այսինքն բուկվալը կարմա նշանակում է պտուղ բերող գործողություն։ Հա? Հիմա իրանք երբեք աստծո վերաբերյալ այդ բառը չեն օգտագործում։ Իրանք ասում են լիլա։ Այսինքն խաղ է։ Ինչի համար? Որովհետև գերագույն աստծո ազնվորության ոչ մի գործողությունը իրան ոչ մի ծանր արդյունքների չի բերում։ Հասկանում եք։ Եվ դրա համար գերագույն աստծո ազնվորությունը ինքը ամեն ինչ անում է թեթև, որովհետև ինչու՞, ինքը ամեն ինչ անում է ճիշտ, եկեք այստեղից սկսենք, ինքը ամեն ինչ անում է ճիշտ, որովհետև իմաստուն է, հա։ Ինքը ամեն ինչ անում է թեթև եւ իր ոչ մի քայլը իր համար ոչ մի վատ հետևանք չի բերում։ Ինչու՞, որովհետև ինքը միշտ արդար է։ Հա, ինքը իր բոլոր գործողությունները տատանվում են 3 կետում։ Ինքը կամ արդար է, կամ բարի է, կամ սիրող։ Վերջ, ուրիշ ոչ մի ոլորտում ինքը ուղղակի չկա։ Հասկանում եք։ Հիմա եւ ուրեմն որ այսինքն հիմա այստեղ Տեր Բրահման ինքը նորից խոնարհում է առաջարկում, չէ՞։ Բայց արդեն ոչ թե որպես աղբան, բոլոր կենդանիակների աղբյուր, ոչ թե որպես իմպերսոնալ Բրահմանի հիմք, հա, այլ ինքը արդեն այստեղ հիմա նորից խոնարհվում է ակտիվ գործող աստվածության, այսպես ասենք, հասկանում եք։ Եվ ինքը ասում է դու վայելում ես քո խաղերը։ Եվ սա նշանակում է, որ երբ որ գերագույն աստծո ազնվորությունը օրինակ ինքը արարում է նյութական աշխարհը, ինքը դա չի անում իր կարիքից։ Ինքը չի անում դա, որովհետև ինչ-որ մի բանի պակաս ունի, կամ ոչ էլ անում է, որովհետև ինչ-որ մեկը իր վրա այսպես պահանջի տակ չի անում, էլի, ճշմարտ տակ չի անում, ոչ մի բանը։ Ինքը ամեն ինչ անում է, որ վայելի։ Հա? Եվ ասես դու վայելում ես քո խաղերը։ Ինչու խաղերը։ Ես արդեն ասեցի, որովհետև դա թեթև գործողություններ են։ Դրանք գործողություններ են, որոնց հիմքում դրված է ազատությունը։ Հասկանում եք։ Եվ երբեք գերագույն աստվածության ոչ մի գործողությունը իր համար վայելքից բացի ուրիշ ոչինչ չի տալիս։ Հասկանում եք։ Եվ նյութական աշխարհի արարումը նույնպես։ Թեկուզ ինքը, ինչ ասես, չի ինքը բացահայտ ասեց, որ ես տեսնում եմ, որ դու ես արարել այս ամեն ինչը, դու ես պահպանում այս ամեն ինչը, եւ դու էլ վերացնում ես այս ամեն ինչը, երբ որ գալիս է ժամանակը, չէ՞։ Այսինքն ես գիտակցում եմ, ասում է Բրահման, որ դու ես այս տիեզերքի աղբյուրը, դու ես ով պահպանում եւ ավիրում է այս աշխարհը, հա։ Բայց դու ինքդ այդ ֆունկցիաներով ծանրաբեռնված չես։ Դա քո համար ուղղակի խաղ է։ Հասկանում եք։ Այսինքն տիեզերքը ինքը քեզանից է բխում,
Բայց դու այդ տիեզերքով ընդհանրապես ոչ մի ազդեցություն քո վրա չես կրում այդ տիեզերքից։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, եթե արդեն բան անենք, չէ, խոսենք այս տեքստը, արդեն ընդհանրացրենք տեքստը, ապա կարող ենք ասել, որ այս տեքստը ինքը բավականին կարևոր տեքստ է, որովհետև ինքը պահում է Տեր Բրահման այստեղ իրավունքի մեջ պահում է միանգամից մի քանի մակարդակի ճշմարտություններ, հա, եւ այս տեքստով ինքը թույլ չի տալիս, գիտեք ոնց է, ինքը թույլ չի տալիս պարզացնել Աստծուն ոչ մի կետից, հա, որովհետև մի կողմից Տեր Բրահմանը ինքը ասեց դու ունես հավերժ ձև, այսինքն հավերժ մարմին։ Եվ սա շատ սկզբունքային հայտարարություն է։ Եթե մենք մի հատ նայենք Վարդությանը, չէ, մենք կտեսնենք, որ Գերագույն Աստծո Անձնավորության մարմնի ձևի մասին, չէ, կամ լռում են, կամ փականի տակ են պահում այդ թեման, կամ վիճաբանում են այդ թեմայի շուրջ, հա, ինչու, որովհետև կան բազմապիսի կրոններ։ Այդ բազմապիսի կրոններում Գերագույն Աստծո Անձնավորությունը նկարագրվում է, ուրեմն կներեք, մինչև միաչկանի կույրից, Օդինը, հա, դուրս եկած ծերունիից, որի միակ զբաղմունքը դա նյութական աշխարհի կենդանի էակների, այսպես պրոբլեմները լուծելն է։ Չէ՞, հասկանում եք, սա շատ խնդրահարույց թեմա է։ Եվ այո, հասկանում եք, որ ասենք կան կրոնականություններ, որոնք իրանք այսպես առանց մատնանշելու հայտարարություններ են չի անում։ Աստված ինքը չի կարող գա մարդկության մեջ, Աստված ինքը չի կարող ունենալ կին, Աստված ինքը եւ հերքում են, այսպես այդ բոլոր չի կարողները ուղղված է հենց արիական գաղափարախոսության դեմ, որովհետև արիացիները, այո, դա փաստ է, իրանք միակ քաղաքակրթությունն են եղել, որոնք հստակորեն նկարագրել են Գերագույն Աստծո Անձնավորության մարմինը, թե ինչպիսի ձև ունի ինքը։ Հասկանում եք, իսկ որովհետև մեր ժամանակներում այդպիսի նպատակ չկա մարդկությանը բերել, որտեղ լակեսեք, եթե ասեք կան ինչ-որ ուժեր, բազե, չէ, կան ինչ-որ ուժեր, որոնք այս աշխարհում շատ հզոր են։ Եվ իրականում, այո, իհարկե, մենք կարող ենք ասենք տայնը պրավիցիստը, բայց ամիջը ոնց է կոչվում, вообще կարևոր չի։ Ակնհայտ է, որ այս աշխարհում կան հզոր անձնավորություններ, որոնք իրենք կարող են ազդել ամբողջ մարդկության ապագայի վրա, նրանց ներկայի վրա, որոշումներ կայացնեն, ինչ-որ բաներ անեն, չէ՞, օրինակ ասենք, տեսեք, մենք մարդիկ կան, որոնք ասենք այդ թեմային շատ լուրջ են վերաբերվում, մարդիկ կան, որոնք իրենք այդ թեմային մատերի արանքով են վերաբերվում, չէ՞, բայց այդ թեման ինքը արծարծվում է, չէ՞ ամենտեղ, որ այդ ուժերների կողմից ընդունված է ոսկե միլիարդ ծրագիրը։ Հիմա թե այդ ծրագիրը արհեստական վիրուսներով կիրականացվի, բայց ինչ-որ միտեղ արհեստական վիրուսով կիրականացվի, մարդիկ հազարներով, միլիոններով կմահանան, ինչ-որ միտեղ պատերազմի միջոցով կարտահայտվի, մարդիկ իրեմ բիոզենքից օրինակ, մոտարապես պատկերացնում եք, թե ինչպիսի կենսաբանական բաներ կան, զենքեր կան ընդհանրապես գերպետությունների ձեռքում, և իրանք ինչեր կարող են անել։ Մի վայրկյանում կարելի է ընդհանրապես ասել մի ամբողջ քաղաք ընդամենը ինչ է պետք, այլ որտեղից որ ջուրը գալիս է, ջրի մեջ մի հատ բան գցել, չէ՞ ու վсё։ Առավոտը բոլորը կրանքը բացեն ու տեղից ջուր խմեն, վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, ինչ-որ մարդիկ լուրջ են վերաբերվում, ինչ-որ մարդիկ այսպես են վերաբերվում, բայց կան ազնվորություններ, որոնք իրենք շատ ազդեցիկ են և այո ազդում են ամբողջ մարդկության պատմության վրա, մարդկության
իրականության վրա, ներկայի վրա, ապագայի վրա, եւ երբ որ այդ մեծ այդ իշխանություն ունեցող հաստատությունները իրենք գնում են իրաց շահերի ետևից, սովորական մարդու մասին ոչ մեկ չի մտածում։ Օրինակ հիմա ուզում եմ մի հատ հարց տալ։ Կարող է շատ վտանգավոր հարց եմ տալիս, բայց տալու եմ։ Մենք խոսում ենք դեմոկրատիայի աշխարհի մասին։ Խոսում ենք որպես առավելություններ ունեցող քաղաքականության, չէ՞։ Եվ այո, իհարկե, անհամեմատելի, ուղղակի համեմատել հնարավոր չի, թե ինչպես են ապրում մարդիկ դեմոկրատիա երկրներում եւ ինչպես են ապրում բռնակալ երկրներում։ Սա ակնհայտ է։ Բայց կարելի է մի հատ հարց տալ։ Այլ օրինակ հիմա նույն, ասենք, բանում, Իրանում, չէ՞։ Ուղղակի ռումբ գցեցին դպրոցի վրա, որտեղ մահացան հարյուրավոր փոքրիկ աղջիկ երեխաներ։ Դուք մի հատ ամերիկացի տեսաք, որ օրինակ դուրս գա փողոց եւ իր բողոքը հայտարարի, որ ասեք դեռ ինչ եք անում, ասեք չէ, այս եք խփում, ես սա հասկացանք։ Սովորական մարդկանց տները չի կավիրում։ Սովորական մարդկանց չի խառնել ձեր նավթի, էլեկտրականության, չգիտեմ ես ինչի, ինչի գործերի մեջ։ Մի հատ դեմոկրատ աշխարհում տեսել եք, մի հատ ցույց։ Այն մարդու իրավունքների, չգիտեմ ինչի հետ շուրջ պտտվող։ Չկա, չէ, ինչու չկա։ Մեր մոտ, եւ ես մինչեւ իմ կյանքի վերջը հիշելու եմ։ Ամենաշատը այդ երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր վրա ամենամեծ ազդեցությունն է թողել այդ պատկերը։ Երբ որ ցույց էին տալիս, թե ինչպես են հայ կանայք տարբեր երկրներում գնացել դեսպանատների առաջ կանգնել եւ աղերսում էին, որպեսզի այդ պետությունները մի հատ մասնակցություն ունենան այն մորթի, ջարդի, չգիտեմ ինչպես կտա կոչել, ինչ որ այդտեղ կատարվում էր։ Եվ մի հատ դեսպանատան դուռ այդ կանանց առաջ չբացվեց։ Մի հատ այդպիսի կնոջ ոչ մի երկրի դեսպանատուն չընդունեց ու պատասխան չտվեց։ Հասկանում եք, սա ինչի մասին է խոսում։ Շահերի համակլման, չէ՞։ Եվ այդ աշխարհը ինքը այսպիսին է։ Հասկանում եք իրականում, չէ՞։ Եվ ասենք այդ նույն ձևեր հիմա Գերագույն Աստծո ազնվորության ձևի մասին է խոսքը։ Եվ երբ որ ընդհանրապես նպատակ չկա, որպեսզի կրոնականությունը ինքը ծառայի մարդկությունը համախմբելու թեմայով, չէ՞, ով կարող է թույլ տա, որպեսզի ընդունվի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մի հատ մարմին ունի, այդ մարմինն էլ տեսել են միակ արիացիները, այդ արիացիների բաներն էլ, ժառանգորդները, դա հնդիկներն են։ Ով այդպիսի բան թույլ կտա։ Ոչ մեկ։ Չէ՞։ Եվ ասեք այ ամեն մեկը իր ձևով ինչ-որ բան, սա ուրեմն հորինվածք է, սա չգիտես ինչ է, սա սուտ է, սա ինչ է, սա պրիմիտիվ է, սա մարդ է պրոստը, մեկը ինչ-որ դա լոզում, թողում եւ ասում են առաջ։ Հասկանում եք, բայց իրականում չէ, իրականում ճշմարտությունը ինքը չի հաջողվում։ Վերջնականում չի հաջողվում պահել։ Ուսները մի լավ խոսք ունեն, ասում են շլո միշկին ու տայիշ։ Սուր բանը հնարավոր չի ոչ միտեղ թաքցնել, որտեղ թաքցվեց ծաղում դուրս է գալիս, երևում է։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ Տեր Բրահման ինքը պարզ խոսում է նրա մասին, որ սա քո հավերժ մարմինն է։ Եվ սա շատ սկզբունքային հայտարարություն է, այստեղից սկսեցինք։ Երկրորդը դա նա է, որ Տեր Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ կա իմպերսոնալ Բրահմանը, բայց ասեց այդ Բրահմանը ինքը ընդհանրապես քո մի ասպեկտն է։ Այսինքն չձուլեց այդ ազնվորությանը
իսկ իմպերսոնալ Բրահմանի մեջ, չէ, եւ տեսեք ասեք, չէ, մեր ժամանակներում իմպերսոնալ Բրահմանին երկրպագողներին ավելի են տեղ տալի։ Ինչու՞։ Որտեղ իմպերսոնալիստները իրենք հերքում են Աստծո անձը։ Այն ինչ որ մարդկության ուժերները ուզում են կակաս, որ այն դա լինի, որ երբեք չհստակեցվի գերագույն աստվածավորության կերպարը։ Միտեղ այդ կերպարը թողած է հավատացյալների երևակայությանը, որոնք սենտիմենտալության հիմքի վրա, մենք սա բազմիցս քննարկել ենք, չէ՞, որ երբ որ քննարկվում է, որ գերագույն աստվածավորությունը ինքը պապիկ է, սա բացարձակ նյութական գաղափար է։ Հասկանում եք։ Հա, իսկ երբ որ ասենք այդ նույն ազնվորությունը ինքը տեսնում է գերագույն աստվածավորության նկարը, որ ենթադրենք հավերժ երիտասարդ գեղեցիկ մարմին ունի կամ դեմք ունի, ասում է աղջիկ ով է։ Հասկանում եք, չէ՞։ Այս Աստծո կերպարը, Աստծո ազնվորությունը ինքը այնպիսի մեր խառնաշփոթի մեջ է գցված, որ շատ դժվար է հասկանալ ով է ճիշտ, ով է սխալ։ Բայց իրականում եթե մեկից թափենք մտածում, շատ հեշտ է որոշել, թե որ նկարագիրն է, որ ես միշտ ասում եմ սազական է Աստծուն։ Պապիկը Աստծուն սազական չի։ Ինքը ոչ մի բան է, Աստծուն սազական չի։ Ինքը ընդհանրապես նյութական աշխարհի ապրողների ողբը սպասարկող է, Աստծուն սազական չի։ Հասկանում եք։ Այնքը վայելող է, Աստծուն սազական է։ Իր համար ամեն ինչը խաղ է, Աստծուն սազական է։ Ինքը հավերժ երիտասարդ է, Աստծուն սազական է։ Բայց դրա հետ միասին իմաստուն է, Աստծուն սազական է։ Ինքը շատ նուրբ է, բայց դրա հետ միասին շատ հզոր, Աստծուն սազական է։ Ինչ-որ գաղափարներ կան, որոնք չեն սազում, երբ որ Աստծուն պիտակավորում են այդ գաղափարներով, չէ՞։ Եվ հիմա Տեր Բրահման այս տեքստով ինքը թույլ չի տալիս հիմա։ Ինքը թույլ չի տալիս, որպեսզի գերագույն աստվածավորության կերպարը մնա կրոնական մարդու կամ ցանկացած մարդու, որը շփվում է այս գիտելիքի հետ, մարդու երևակայությանը։ Հասկանում եք։ Եվ ինքը այս դրա մասին է խոսում, որ ինքը անձնավորություն է, ունի հավերժ մարմին, մի հատ, հա։ Ինքը ժամանակավոր երևույթ չի։ Եվ Տեր Բրահման այս ամեն ինչը պնդում է այդպես, որ ինքը, ես եմ չէ մեկ ասում, սա չեմ կարող զիջել։ Այդտեղ հիմա այդ ճշմարտությունը չի կարող զիջի, որ ինքը իր առաջ այս պահին տեսնում է։ Չէ՞։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ ճկուն են, այսինքն իրենք գերագույն Աստծո ազնվորության ոչ մի արտահայտությունը չեն հերքում։ Իրանք ասում են, ինչպես ասեց Բաղդադամը առաջի տեքստերում, բացարձակ ինքը իրականացվում է որպես իմպերսոնալ Բրահման, որպես գերհոգի եւ որպես Բhagavan, այսինքն գերագույն Աստծո ազնվորություն եւ իր համարդավորները։ Հասկանում եք։ Այսինքն իրանք ոչ մի բանը չեն հայտնել, իրանք չեն ասում, նյութական աշխարհ չկա, կամ չէ, չկա բանը, անազնական փայլը չկա, կամ չկա գերհոգին։ Ոչ, բացարձակ ինքը եւ սա է, եւ սա է, եւ սա է, եւ սա է, այդ ամեն ինչի իր ասպեկտներն են, բայց գլխում կանգնած է գերագույն Աստծո ազնվորությունը։ Հասկանում եք։ Եվ մենք դիտարկել ենք, չէ՞ որ ասենք, եթե մենք նայում ենք, որ այդ տեսակյունից որ ասենք, որ բացարձակ ինքը ուղղակի այդ լույսն է, ոչ մի գաղափարախոսություն աշխարհի ամենախելացի մարդը չի կարող բացատրի, թե ինչպես կարող է էներգիան իր մեջից անձնավորություն ուրեմն դուրս բերել, այսինքն նյութական աշխարհի բազմազանությունը, եւ ինչի համար, որովհետեւ պրոստը լույսը ինքը ոչ գիտակցություն ունի, ոչ ցանկություն ունի, ինքը ազնվորություն չի,
հա, ինքը ոչ մի գործով էներգիան, ինքը ոչ մի գործողություն չի կարող կատարի։ Ինքը կարող է ընդամենը ենթարկվել ազնվորության կամքին։ Այդ որ դա ընդունում է, ամեն ինչ տեղն է գնում։ Հասկանում եք։ Ուրեմն մի կողմից Տեր Բրահման ինքը այսպես, եթե կարելի է կոպիտ ասել, ջարդում է, հա, անտրապամորֆ գաղափարը, այսինքն որ Գերագույն Աստվածաշնչությունը այս արության մարմինը ինքը ուղղակի նյութական, սա ուղղակի նյութական կենդանի էակ է, որը այո, իհարկե, այսպես բարձր դիրք ունի, չենք հերքում, հա, եւ հերքում է անանցական, այդ որ բացարձակը ինքը անանցական է։ Կուսիև չի հերքում, որ այդ ասպեկտը գոյություն ունի, սա իրականում շատ կարևոր կետ է։ Եվ ինչպես տեսնում ենք, Տեր Բրահման ինքը բավականին գրագետ ահոտ է պատմություն Գերագույն Աստվածաշնչությանը եւ իհարկե այդ թեման ինչով որ ինքը վերջացրեց այս տեքստը, որ քո համար ամեն ինչը խաղ է եւ դու ամեն ինչը անում ես վայելելով։ Հա, տեսեք, նյութական աշխարհում ապրող կենդանիները իրանք այստեղ միանգամից ջղայնանում են, այսինքն որ մեզ տրված է մահ, մեզ տրված է դաժանություն, մեզ տրված է չոր այլանդակ մի հատ աշխարհ, որտեղ բոլորը իրար ուտում, սպանում, չգիտես, տանջաբահանում, ես իրանց շահերի համար ինչ այլանդակություններ ասես, որ չեն անում իրար հետ, հետո մի կերպ ասում եմ, մենք այստեղ տարապանքից չգիտենք ինչ անենք, իսկ Աստված այդտեղ ինչ-որ զվարճանում է, հա, սա շատ կոպիտ ընկալում կլներ այս տեքստի, որովհետև իրականում, այո, իհարկե մենք ժամանակի ընթացքում մանրակրկիտ այս թեման դիտարկելու ենք, թե ինչ է նշանակում, որ Գերագույն Աստվածաշնչության համար սա խաղ է, բայց մի նախադասությունով, եթե ասենք, դա այդ նույն գժանոցի օրինակն է։ Գերագույն Աստվածաշնչությունը ինքը պարզ տեսնում է, թե մեզանից ամեն մեկը հոգևոր աշխարհում ով է։ Հասկանում եք, եւ իր համար կենդանիակի այս նյութական այս ամեն ինչը ընդհանրապես կենդանիակի երազն է։ Արիացիները հենց այդպես էլ ասում են, որ սա երազ է։ Դրա համար արիացիների հոգևոր լուրջ հեղինակությունները, իրանք այդ ինքնաիրականացում բան խոսքերը այդքան շատ չեն օգտագործում, իրանք միշտ կենդանիակները երբ որ դիմում են ասում են, «Էй, զարթնի, պրոստը զարթնի, գնաց ես, զարթնի, այդ ամեն ինչ որ քո երազում տեսնում ես, դա իրականություն չէր, դա քո հետ չէր կատարվում, դու ուղղակի այստեղ նստած անջատվել էիր»։ Հասկանում եք, այդ տեսանկյունից եթե մենք կարողանանք ընկալել, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը, այո, իհարկե, սա խաղ է իր համար։ Մեր համար շատ լուրջ է, որտեղ մենք այդ երազի հետ մեզ նույնացնում ենք։ Եվ սա արիացիների ամենակարևոր գաղափարներից մեկն է։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ես ներողություն եմ խնդրում, որ այս մի քանի օրը մի քիչ ուշ եմ ձայնագրում դասախոսությունը, մի քանի պարտականություններ ունեմ, որը պիտի կատարվեն եւ չեմ հասցնում ուղղակի առավոտյան շուտ այս ամենը անել։ Ես ձեզ չեմ վա